Հայաստանը տնտեսական աճ է գրանցում, ավելանում են հարկային վճարումները, մեծանում է պետական բյուջեն։ Սրանք մակրոտնտեսական ցուցանիշներ են, որոնք որևէ մեկը չի հերքում։ Իսկ ինչպես են այդ ցուցանիշներն ազդում միջին վիճակագրական քաղաքացիների կյանքի վրա։ Վերջերս հրապարակվել է աշխարհի սոցիալական առաջընթացի ինդեքսը, որը գնահատում է ոչ թե պետությունների տնտեսությունները, այլ քաղաքացիների կյանքի որակը, բարեկեցությունը եւ ինքնաիրացման հնարավորությունները։ Համաձայն գլոբալ սոցիալական առաջընթացի ինդեքս 2026-ի Հայաստանի տնտեսական աճն արագ արտացոլվում է մակրոտնտեսական ցուցանիշներում, բայց չի վերածվում մարդկանց համար իրական հնարավորությունների։ Նման դեպքերում, ըստ մասնագետների, ցուցիչը բնակչության խոցելի շելտերի կենսամակարդակն է։ Օրինակ, ինչա դժվար թոշակը բարձրացնել, հարգելի գործընկերներ։ Մի պատճառը, որովհետև կենսաթոշակառուների թիվը շատ մեծ է, 660,000 մարդ։ Այսինքն 1000 դրամով թոշակ ավելացնելու համար մենք պետքա տասնյակ միլիարդների ծախս է դա ենթարկում պերմանենտ անընդհատ, որը փաստացի հետ շրջելի չի եւ ընդհատելի չի։ Սոցիալական առաջընթացի ինդեքսը Հայաստանում ամենախոցելի խնդիրներից համարում է այն, որ որակյալ զբաղվածության հնարավորությունը, նորարարության եւ սոցիալական շարժունակության հասանելիությունը մնում են սահմանափակ։ Այսինքն կա տնտեսական աճ, բայց բնակչության էական զարգացման դա չի հանգեցնում։ Խոսքը հատկապես կենսաթոշակառուների մասին է։ 63-ը ոչ միայն կենսաթոշակի, այլև փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, ասեցի արդեն ինչի, որովհետև կարծում եմ նախ 21-րդ դարում 63 տարեկան 65 կամ 70-75 տարեկանը ինքը լրիվ ուրիշ կատեգորիա է։ Բյուջեի եկամուտի 70-80%-ը վճարում են 1000 խոշոր հարկատուները։ Դրա կեսից ավելին վճարում են առաջին 100 խոշորները։ Դրանք, որ նայում ես, ուսումնասիրում ես, մի քանի ընտանիքների են պատկանում։ Այսինքն փողի գերկենտրոնացում կա մի քանի ընտանիքների ձեռքում։ Այսինքն վերջին տարիներին իսկապես ահռելի քանակության ֆինանսական միջոցներ են հոսել Հայաստան, սակայն այդ միջոցները քիչ թե շատ համամասնորեն չեն բաշխվել։ Բնակչության մի ստվար զանգված ամբողջությամբ դուրս է մնացել տնտեսական աճի արդյունքները իրացնողների ցանկից։ Վերջին ժամանակների տնտեսական աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով եւ պայմանավորված է ընդհանրապես վերարտահանմամբ։ Ովքեր են մտնում այսպիսի շուկաներ, ովքեր են դառնում խաղացողներ ու դերակատարներ։ Բնականաբար խոշոր կապիտալի սեփականատերերը, փողը ինչպես գալիս է Հայաստան, կենտրոնացում է մի խումբ անձանց ձեռքում, մի խումբ անձինք դուրս ուղարկում են դուրս։ Դրսում ներդրումներ կատարելու։ Երկիր մտած եկամուտները բաշխելու հարցում կարևոր դեր ունի պետությունը, պետպատվերը եւ սոցիալական ծրագրերը, այդ թվում բնակչության բոլոր շերտերի կենսամակարդակը բարելավելու համար։ Մեզ մոտ այդ գործիքը կարծես պատշաճ չի աշխատում։ Օրինակ, տենդերը մրցույթը տրամադրում է ինչ-որ ընկերության, որը պետք է 100 կիլոմետր ճանապարհ կառուցի։ Պայմանականորեն առևտրային կազմակերպության թիվ 1 խնդիրն է նվազագույն ներդրումով առավելագույն շահույթի ապահովում։ Հիմա արդյունքում ի՞նչ է դուրս գալիս։ Պետբյուջեից փողը ծախսվում է, գնում է կենտրոնանում է որևէ ընտանիքին պատկանող կազմակերպությունում, որը բերում է հնդիկ, փողը տալիս է պայմանականորեն վճարում է $100 հնդիկին, հնդիկը ուղարկում է Հնդկաստան իր ընտանիքին։ Հայաստանում մի կողմից ունենում ենք գործազրկություն, հաջորդ կողմից ունենում ենք այսպես աշխատուժի պահանջարկ։ Խնդիրն այն է, որ մեծ բյուջեն ժամանակավոր երևույթ է, քանի որ ժամանակավոր են ֆինանսական հոսքերը, որոնք երկիր են գալիս ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։ Իսկ սա էլ նշանակում է, որ փողը մարդկանց կենսամակարդակի աճի վերածելու ժամանակն է քիչ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։